շուրջ 36 տարի աշխատում եւ ապրում ստեղծում եմ այս գյուղում։ Առաջի հիմնադիրների մեկն եմ ընտանիքով։ Երբ եկա, երկու աղջիկ ունեի, մեկ աղջիկս 2 տարեկան էր, մեկը 6 ամսական։ Հիմա այնիկ արդեն թորանտեր է, այնիկ արդեն ամուսնացրել է իրեն երեխեքը։ Ունեմ 10 թոռ։ Շատ մարդիկ եկան գնացին, որը Գյումրի գնաց, որը գնաց Երևան, Ռուսաստանի Դաշնությունում եւ այլ, բայց ես ընտանիքով մինչև օրս աշխատում եւ ապրում եմ այստեղ։ Ճիշտ է, կինս հիասթափված է, բայց ես ցեկտում եմ հայրենիքը պաշտպանել, քանի որ իմ տեղես եւ ծառայել է Արցախում, հետո մարտական դիրքեր եղել 44 օրյա պատերազմի մասնակից եղել եւ ես վերջերս զորահավաքի եղել, ոչ մի բանից չի խուսափել, բայց աշխատանքի բերումով չեն ընդառաջել։ Ասեմ որ տեղես բարձրագույն ավարտ է, հանկարծ որ դիմես կգործի բանի, չկա գործ չկա, բաց որ ասենք հայրենիքի պաշտպան, ես չեմ մեր պետությանը հակաջարել, որովհետև ես հայ եմ, նվիրված եմ իմ հայրենիքին, ապրում եմ ծովի մագերովույթից 2100 մետր բարձրության վրա, իմ ապրած տեղը Երևան քաղաքից գտնվում է 200 կիլոմետր հեռավորություն, 50 կիլոմետր գտնվում է Գյումրի քաղաքը, բոլորը ձգտում են լավ տեղեր, բայց մինչև օրս ես աշխատում եւ ապրում եմ իմ ընկերների համագյուղացիների հետ համատեղ։ Այս ճանապարհը 36 տարի չեն սարքել։ Մեկ-երկու անգամ ավազը լցել են, ձնալի պես գնացել է։ Խնդրում եմ մեր կառավարությանը, վարչապետին անձամբ, եկավ Շուրաբադ, տեսավ ճանապարհների վիճակը, այդ Շուրաբադից մեր գյուղը 10 կիլոմետր է։ Եվ այն թարավն է այլ գյուղեր կա։ Թող շինեն, գնալով դադարվի գա, հող գուզին։ Եթե հողի վրա մարդ չաբրի, երկիրը դադարվի գա։ Նախկինում գյուղը 80 տնտեսություն էր, այսօր 30 տնտեսություն 5 այլավոր ունենք ընտանիքով։ Գնալով գյուղը դադարվում է, ցանկացած գյուղերը վերցնես այս 9 գյուղը մնացել է մեծ գյուղի չափ։ Շատ ցավալի է։ Չունենք բուժկետ, ունենք բժշկուհի նվիրված, բայց բուժկետ չունենք։ Ում դիմենք։ Շտաբ օգնությունը գալիս է Ամասիայից մինչև այստեղ մոտավորապես մի ժամ, բայց կարելի է 20 րոպեվա գալ, եթե ճանապարհ լինի։ Նախկինում մարշրուտկեք կաշխատեին, միջքաղաքային տրանսպորտները, բայց հիմա այսօր ոչ մի բան չկա, ոչ մի ուշադրություն չեն տա, ընտրություն կան, ձայները կվերցնեն, հետո մոռանան, հետո տեղը չի դեն, որ այստեղ բնակիչ կա, չէ որ սա Հայաստանի հյուսիսն է, մի կողմում Վրաստանն է սահմանագից, մի կողմում է Թուրքիան, պարզ է, բոլորի համար, ես խնդրած գալ եմ կառավարության ուշադրություն դարձնել, եթե այսպես լինի գյուղերը մնագը 1-2 հոգի մարդ, շատ ցավալի է, առաջ անհանգիստ կմնանք, գիշերն օր քնեինք կմտածեինք հանկարծ անասուններ չտանեն, այսօր շնորհիվ իրեն մեր լավ տղոցը, հայ սահմանաբաներին, բարվոք է վիճակը, ոչ մի գողություն, ոչ մի բան, հանգիստ քնենք, այդ կողմից լավ ենք, եթե կառավարությունը մեզ ուշադրություն դարձնի, որ ստեղ է մարդ կա, բնակչություն կա, մենք հաստատ կաբրինք, եթե չէ, մենք է վեշերս կաբենք, կերտանք, երկիրը մնագը, տարածքը մնագը անտեր, գնալով այսպես դադարգում է հայկական գյուղերը, հող կա, եթե մարդը չաբրի չստեղծում է պետք, Գյումրիում ցանկացած մարդ ցկտե գերտալ, ասֆալտի վրա քայլել, մաքուր, Երևանում ապրել, ուրիշ լավ, բայց մենք 36 տարի ընտանիքով իմ կնոջ հետ իմ վիճակս է զատի ինձ եմ աղջիկ ջան, ես է ճնշում ունիմ գերհզոր 150, 250, շաբաթը 1, ամիսը 1, նաև գտնվում եմ բժշկի հսկողության տակ, այսօրվա դժվար պայմաններում կապրինք, չենք ցկտե փափուկ տեղերը, բայց այսօր այս կոշտ ցուրտ եղանակին այսօր հարադեվենք կապրինք։